Բարձր տրամադրությամբ մենք սկսում ենք Armenia հերթանքերության եթերում տուն-տեղ հեռուստանախագծի 10-րդ թողարկումը։ Ընդամենը 2 թողարկում է մնացել, որպեսզի ավարտենք այս եթերաշրջանը նույնպես։ Այնպես որ մենք գնանք մեր գործերին, իսկ դուք դիտեք մեր հերթական թողարկումը։ Ձեզ բարի դիտում, իսկ մեզ բարի եթեր։ Հռոմ ասում եմ, այս մեր փոքր սրահում այսքան գործ ենք անում, այսքան բան ենք տեղավորել, պատկերացնում ես մեծ սրահ ունենայինք, ինչ կանեինք։ Թե այնտեղ արդեն հոլիվուդյան ֆիլմ կնկարեինք։ Վայ, խանգարեցի, նկարումը դեռ չեք ավարտեմ։ Ողջույն բոլորին։ Ողջույն։ Հուսամ չեմ խանգարում ձեզ, ես էլ Արեգ Թբաշև թողի կմասնակցեմ նկարահանումներին եւ ձեզ մի քանի հարց կուղեմ։ Սիրով։ Շատ լավ։ Սկսենք Ռուբենից։ Ռուբեն, երբ սկսում էի գրոհի առցանց հարթակը, ստեղծել արդյոք ձեր ակնկալիքները այսօր կարող եք ասել, որ հաջողությամբ իրականացրել եք։ Կանջան, անկեղծ ասած, երբ որ գործարկում ենք պաշտոնական on-line հարթակ Հայաստանում, մեր գլխավոր նպատակն այն էր, որ մեր հաճախորդները կարողանան on-line տիրույթում ծանոթանալ տեսականուն, հասկանալ ինչ տեսականի իրենց հետաքրքիր, կողմնորոշվեն որոշակի իմաստով նաև գներին, եւ այդ ծանոթացումից հետո, որպես այդպեսին գալ եւ գնումներ կատարել արդեն Դավիթ Անախտի 9 հասցեից։ Սակայն փորձը ցույց տվեց, որ այդ հիանալի գործիքը աշխատում է նաև այն առումով, որ մարդիկ ծանոթանալով, հեռախոսով խորհրդատվություն ստանալով արդեն հասկանում են ապրանքի բոլոր պարամետրերը, բայց միևնույն ժամանակ բնականաբար ժամանակ չեն ծախսում քաղաքային այս տրաֆիկին, հարմարավետ պայմաններում կարողանում են ուսումնասիրել, կատարել իրենց գնումները, միևնույն ժամանակ ինչու ոչ, զանգարել, հարցումներ տալ, այսինքն ինքը լիարժեք գործիք է, որը փող լրացնում է մեր խանութսրահին։ Կարծում եմ, որ դա հիանալի նորություն է նաև այն իմաստով, որ մարդիկ արդեն վստահություն ունեն գրոհի ապրանքանիշի, վստահություն ունեն United Technical Service ընկերության նկատմամբ եւ վստահաբար կատարում են պրեմիում դասի սանիտարական տեխնիկայի ձեռքբերումը արդեն on-line տիրույթում։ Ռուբեն, իսկ ապագայում ինչ նորություններ կունենանք United Technical Service ընկերության համար։ Ասեմ, որ United Technical Service ընկերությունը այս տարի դարձավ 5 տարեկան եւ թերևս շուկայի համար ինքը ոչ շատ է, ոչ քիչ է, բայց վստահաբար արդեն մենք աճ ենք արձանագրում ամեն տարի եւ այս տարի մանավանդ մեծ հաջողություններ են գրանցել։ Այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք կայուն գործընկերություն ոլորտի խոշոր մասնակիցների հետ եւ ապագայում նույնպես տեսնում ենք մեծ հնարավորություններ կառուցապատման խոշոր ծրագրերի մասնակցության տեսակետից, ինչպես նաեւ մենք միշտ նախաձեռնում ենք նոր ձևաչափեր համագործակցության, որպեսզի կարողանանք լավագույն համապատասխանենք շուկայի պահանջներին, լինի դա վերջնական սպառող, լինի դա կառուցապատող, լինի դա ներդրող, ամեն դեպքում ծրագրերը շատ են, նպատակները շատ են, մտքերը շատ են, ինչպես ասում ենք մենք միշտ լավագույն նախագծեր դեռ առջևում են։ Շատ լավ։ Ռոման, այ վաճառքները ավելանում են եւ բնականաբար այլ ավելի առաջնային են դառնում սերվիսի եւ երաշխիքի հարցը։ Այ ապագայի համար ինչ լուծումներ եք նոր ներդնելու։ Այո, Կարեն ջան, մենք շարունակում ենք ներդրում անել սպասարկման որակի գերմանական ստանդարտների զարգացման ուղղությամբ։ Մեր մասնագետները վերապատրաստվում են հենց Գերմանիայում։ Այնպես որ երաշխիքային կենտրոնի զարգացումը ոչ թե մեզ համար տեխնիկական աջակցություն է, այլ հաճախորդի անդորի երաշխիք։ Շատ լավ Ռոման, եւ իմ վերջի հարց ուզում եմ ուղղել Սուսիկին, բնականաբար այս կրեատիվի ամենի հետևում կանգնած է մեդիա ասոցիացիան,
Հետաքրքիր է ապագայում ինչ հետաքրքիր նախագծեր եք պլանավորում։ Մեր ապագան լինելու է վստահաբար ել ավելի համարձակ եւ ստեղծագործական։ Մենք չենք սահմանափակվելու միայն հաջողված էքսպոներով եւ օդապարիկներով, որոնք արդեն իսկ բարձր մշաձող են սահմանել։ Ապագայում պատրաստվում ենք իրականացնել նոր մեդիա պրոյեկտներ եւ ոչ ստանդարտ արշավներ, որոնք կփոխեն բիզնես հաղորդակցության մշակույթը հայկական մեդիատիրույթում։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում ամենապրագմատիկ թվացող ոլորտն էլ կարելի է ներկայացնել, մատուցել որպես արվեստ եւ United Technical Service-ի հետ համատեղ մեր պատրաստած անակնկալները, կարծում եմ, շատ երկար քննարկվելու են։ Շնորհակալություն Սուսիկ, դե ինչ ժամանակն է ամփոփելու մեր այս եթերաշրջանը եւ վստահ եմ, որ առաջիկայում United Technical Service ընկերությունը ել ավելի հավակնոտ նախագծեր է ունենալու, իսկ մենք մեծ հաճույքով կլուսաբանենք մեր առաջիկա նախագծերում։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տանտեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Ողջույն, ես Ռիփսիմեն եմ Զաքարյան, Տոգաս ընկերության էքսպերտ խորհրդատուն։ Այսօր կխոսենք բրդյա վերմակներից։ Շատերի համար անհրաժեշտ չէ ունենալ երկու առանձին վերմակ՝ շատ տաք ձմռան համար եւ թեթև ամռան։ Այդ դեպքում կարելի է ձեռք բերել մեկ վերմակ խնայելով թե գումար, թե պահեստավորման տեղ։ Այսպիսով, քնի համար լավագույն ընտրությունը դառնում է ամբողջ տարվա համար նախատեսված մեկ վերմակը։ Տարվա ցանկացած եղանակին հարմարավետ են համարվում տարբեր տեսակի բուրդ պարունակող մոդելները, օրգանական եւ բուսական մանրաթելերով, օրինակ՝ կատնայի մանրաթելը կամ Sensotex էվկալիպտային լցոնը, բարձր տեխնոլոգիական արհեստական բաղադրիչներով վերմակները։ Թերևս ամբողջ տարվա վերմակի համար լավագույն լցոնը բուրդն է, եւ այսօր կխոսենք առողջության համար օգտակար եւ տաք բրդի մասին։ Բրդյա վերմակները իդեալական են եւ ամբողջ տարվա օգտագործման համար։ Դրանց տակ ձմռանը ցուրտ չէ, իսկ ամռանը շոգ չէ, քանի որ բուրդը հիգրոսկոպիկ է եւ լավ է կարգավորում խոնավությունը եւ ջերմաստիճանը։ Դրանք նաեւ հարմար են զով ու անձրևոտ միջսեզոնային եղանակների համար։ Բրդյա վերմակների արտադրության մեջ հիմնականում օգտագործվում են երկու տեսակի ոչխարի եւ ուղտի բուրդ։ Ավելի հազվադեպ կիրառվում է քաշմիրի նուրբ փափուկ բուրդը, որը համարվում է բարձրարժեք եւ կիրառվում է պրեմիում դասի մոդելներում։ Բրդյա բուժիչ հատկությունները հայտնի են վաղուց։ Ինչով են լավ բրդյա վերմակները։ Նրանք լավ տաքացնում են ցուրտ պայմաններում, բաց չեն թողնում գերտաքանալը, լավ կլանում են խոնավությունը, ապահովելով օգտակար չոր ջերմություն։ Հատկապես ուղտի բուրդը նպաստում է առողջության եւ ինքնազգացողության։ Ուղտի բրդով վերմակները իդեալական են մեծահասակների եւ տարեցների համար։ Լանոլինը եւ օրգանական նյութերը բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի եւ մկանների վրա, բարելավում են արյան շրջանառություն, նպաստում են անոթների լայնացմանը եւ ակտիվացնում նյութափոխանակությունը։ Ուղտի բուրդը նաեւ օգնում է մրսածության եւ հոդացավերի դեպքում։
Տոգսում նման վերմակների համար օգտագործվում է ոչ թե սովորական ուխտի բուրդ, այլ 1 տարեկան ուխտիկների նուրբ ենթաբուրդը։ Տոգսի հավաքածուում կա այսպիսի լցոնով 2 մոդել՝ Maestro եւ Viento։ Դրանք տարբերվում են ծածկի գործվածքով։ Ամբողջ տարվա համար նախատեսված վերմակներից եւս մեկը դա քաշմիրն է։ Քաշմիրը հայտնի է իր անհավանական թեթևությամբ եւ միաժամանակ ապահովում է գերազանց ջերմություն եւ փափկություն։ Քաշմիրի պատրաստված արտադրանքի եւս մեկ կարևոր առավելությունն այն է, որ դրանք հիպոալերգեն են։ Celesta մոդելը ներկայացնում է արժեքավոր քաշմիր, նուրբ բնական մետաքսից պատրաստված ծածկով։ Սա պրեմիում դասի արտադրանք է, թեթև եւ միաժամանակ տաք։ Մեկ այլ շքեղ քաշմիրե վերմակ է 4 սեզոնը։ Սա ունի ունիվերսալ տրասֆորմեր 3-ը մեկում տարբերակով, քանի որ բաղկացած է 2 անկախ վերմակներից՝ մետաքսե եւ քաշմիրե լուծումներով։ Այս 2 բնական բաղադրիչներն էլ նպաստում են առողջ քնի եւ լավ ինքնազգացողությանը։ Ավելի ցուրտ եղանակին կարելի է դրանք միացնել իրար կոճակների միջոցով։ Մերինոսի բուրդը տաք եւ փարթամ է։ Այսպիսի լցոնով վերմակները ավելի ծավալուն են, քան քաշմիրի մոդելները։ Դրանք նաև ապահովում են հարմարավետ չոր ջերմություն։ Տոգսի հավաքածուում կա մի քանի վերմակներ, այս փարթամ եւ տաք լցոններով։ Lira մոդելը լցված է նոր զելանդական մերինոսների փափուկ սպիտակ բրդով։ Տոգսի մանկական հավաքածուներում նույնպես կան մոդելներ ուխտի եւ ոչխարի բրդով։ Հարմարավետ բնական բրդից վերմակները հանգստացնում եւ ապահովում է առողջ քուն ձեր բալիկներին։ Տոգսում դուք կգտնեք նաեւ այլ մոդելներ բոլոր եղանակների համար։ Այս պահին մենք հանդիպելու ենք մեր նոր գործընկեր, ձեզ շատ հայտնի, իսկ մեզ համար շատ հարազատ գործընկերոջ Տինտակոլ ընկերության տնօրեն Արա Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, տեղյակ եմ, որ շատ շուտով նորություններ եք ունենալու, եթե ցանկություն ունեք այդ մասին ասել, կարող ենք կիսվել մեր սատիտողների հետ, որովհետև որ ժամանակ անց ունենաք արդեն շատ պրոֆեսիոնալ մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր ապրանքները, կրկին շատ հետաքրքիր ձևաչափով, այսինքն լրիվ նոր մի բան, որ հայկական շուկայում դեռևս առկա չէր։ Այո, մենք շուտով կունենանք նոր խանութ-սրահի բացում, որով մենք ավելի մոտիկ կլինենք մեր հաճախորդների հետ, հենց այդ լուծումների վիզուալիզացիայի մասով եւ մեր հաճախորդները կտեսնեն, կշոշափեն, թե ինչ լուծումներ եւ ինչ դիզայնի հանգուցալուծումներ ենք առաջարկում, այսպես ասած։ Այսինքն հնարավորություն կունենան օրինակ նույն, չգիտեմ, հաճախորդները որոշակի փորձ կատարել տեղում, Միանշանակ։ Խանութ-սրահում ունենալու ենք մի հարկ, առաջի հարկը, այսպես ասած, միայն նախատեսված տեխնիկական փորձարկումների, հաճախորդներին տեղում ցուցադրելու, ապրանքատեսակների եւ լուծումների իրականացման մանրուքների մասով, մանրամասների մասով։ Ինչպես նաեւ ունենալու ենք շատ հետաքրքիր ու իր ոճով տարբերվող ցուցասրահ։ Կարծում եմ մանրամասների մասին դեռևս խոսելու ենք առաջիկա թողարկումներում։ Պարոն Խաչատրյան, այ հետաքրքիր նշում եք անընդհատ, որ հնարավորություն եք ընձեռում հաճախորդներին ծանոթանալ կիրառման տարբերակներին։ Նայեք, հայկական շուկայում շատ ապրանքատեսակներ կան, շինանյութի ոլորտում կամ այլ։ Երբ վաճառում են ապրանքը առանց բացատրելու, թե ինչպես ճիշտ կիրառել, հետագայում էլ վարպետների կողմից գիտեք դժգոհություններ են լինում, որ այս կամ այն ապրանքի հետ աշխատել չի լինում, որովհետև չեն տիրապետում եւ ժամանակ է պետք, որպեսզի տիրապետեն։ Բայց կարծես թե դուք վաճառում եք ոչ միայն ապրանքները, այլ նաեւ վերապատրաստում եք, տրամադրում եք այն բոլոր, չգիտեմ, ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են կիրառման համար։ Այ հետաքրքիր է, Տինտակոլի ապրանքների համար սա պարտադիր է, այսինքն իսկապես կան ինչ-որ բարդույթներ կամ տեխնիկական տարբերակներ, որոնք տարբերվում են, հա, սովորական պրոդուկտներից, թե այնուամենայնիվ սա պրոֆեսիոնալիզմի ինչ-որ նոր աշխարհ է։ Ինչպես գիտեք, մեր R&D կամ Research and Development process-ները իրականացվում է իտալական լաբորատորիաներում։ Մեր հիմնական խնդիրներից մեկը, որ դրվում է այդ լաբորատորիաների առջև, ապրանքների հեշտ օգտագործելիությունն է, որպեսզի շինարարները կարողանան օգտագործման ընթացքում չունենան, այսպես ասած, դժվարություններ։
բայց բոլոր ինովացիոն կամ նորարարական արտադրատեսակները ու լուծումները նրանք իհարկե կարիք ունեն ուսուցման, կարիք ունեն թե տեսական մասի փոխանցման հաճախորդին կամ այս դեպքում շինարարին եւ թե գործնական մասի շինարարին այս պարագայում դուք եղել եք նաեւ մեր տրեյնինգ ցենտրում, որտեղ իրականացնում ենք այդ ուսուցման ծրագրերը։ Ես ասեմ, ես ոչ միայն եղել եմ, այլ նաեւ ունեմ հատուկ սերտիֆիկացիա մասնագետի այնպես։ Ճիշտ է, այո։ Քան մեր ապրանքները նրանք ինովացիոն են, նրանք նորարարական լուծումներ են։ Իրոք այս ընթացքում եւ մենք խոսում ենք Իտալիայի մեր լաբորատորիաներում մշակում են մեր նոր ապրանքները, որոնք մոտակայում լինելու են շատ ավելի շատ, ընթացիկ շատ պրոյեկտներ ունենք ապրանքների մասով, իսկ այդ ապրանքները որպեսզի կարողանան ճիշտ օգտագործեն եւ ճիշտ արդյունք ստանան մեր շուկայում, դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսուցում։ Այդ ուսուցումը կազմակերպում ենք մենք ինքներս մեր ուսուցման կենտրոնում կամ տրեյնինգ ցենտրում, թե տեսական, թե գործնական մասերով։ Ինչպես նաև կարող են նաև մեր հաճախորդները իրենց շինարարական թիմով գալ հենց մեր տրեյնինգ ցենտրում փորձարկել որևիցե լուծում, կարող է լինել դեկորատիվ ներկեր, կարող են լինել ներկեր, սոսիսներ եւ այլն, տեսնել արդյունքը ինչ է ստացվում, որից հետո որոշում կայացնել, օգտագործել այդ լուծումները կամ ապրանքները իրենց վերանորոգման ընթացքում։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան, ուրախ եմ, որ համագործակցելու ենք եւ անպայման այս 3 ամիսների ընթացքում ներկայացնելու ենք ձեր վարպետների տեսանյութերը, որոնք կարծում եմ շատ օգտակար կլինեն հեռուստադիտողների համար։ Կհանդիպենք։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Ողջույն, տունտեղ նախագծի շրջանակներում շարունակում ենք բացահայտել նախագծերում ենթակառուցվածքների կառավարությունը եւ դերը, ու սկսում ենք խոսել ցածրահոս համակարգերի մասին։ Սրանք այն համակարգերն են, որոնք ապահովում են շենքի անվտանգությունը, վերահսկումը եւ կապը։ Եթե էլեկտրատեխնիկական համակարգերը կարելի է անվանել ինժեներիայի հիմք, ապա ցածրահոս համակարգերը շենքի նյարդային համակարգն են։ Դրանք փոխանցում են ինֆորմացիա, վերահսկում գործընթացները եւ ապահովում անվտանգությունը։ Եկեք սկսենք ամենատարածված համակարգերից։ Առաջինը տեսահսկման համակարգերն են, նույն ինքը CCTV։ Այս համակարգերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տարածքին եւ նաեւ պահպանել տեսագրությունները հետագա վերլուծության համար։ Դրանք օգտագործվում են գրեթե բոլոր ոլորտներում՝ բիզնես կենտրոններ, խանութներ, հյուրանոցներ, արտադրական տարածքներ եւ այլն։ Բայց CCTV-ն միայն տեսախցիկները չեն։ Ճիշտ նախագծված համակարգը ներառում է նաև տվյալների պահպանում, վերլուծություն եւ ինտեգրում այլ համակարգերի հետ։ Երկրորդ կարևոր ուղղությունը հրդեհային ազդարարման համակարգերն են։ Սրանք նախատեսված են հնարավոր հրդեհը վաղ փուլում հայտնաբերելու համար։ Սենսորները արձագանքում են ծխին կամ ջերմաստիճանի փոփոխությանը եւ անմիջապես տալիս են ազդանշան։ Սա կարող է փրկել ոչ միայն գույքը, այլ նաև մարդկային կյանքեր։ Երրորդը մուտքի վերահսկման համակարգերն են։ Access Control։ Այս համակարգերը սահմանում են թե ով եւ երբ կարող է մուտք գործել տարածք, օրինակ քարտով, կոդով կամ բիոմետրիկ տվյալներով։ Սա հատկապես կարևոր է բիզնես միջավայրում, որտեղ անհրաժեշտ է վերահսկել աշխատակիցների եւ այցելուների մուտքը եւ ելքը։ Այս բոլոր համակարգերը կարող են աշխատել առանձին, բայց առավել արդյունավետ են, երբ ինտեգրված է։ Օրինակ, եթե մուտքի համակարգը արձանագրում է անցում, տեսահսկման համակարգը կարող է ավտոմատ ֆիքսել այդ պահը։ Կամ հրդեհի դեպքում համակարգը կարող է ավտոմատ բացել դռները եւ միացնել տարհանման ազդանշանները։ Սա արդեն համակարգերի համագործակցություն է։ Team Systems-ում մենք իրականացնում ենք այս համակարգերի նախագծում եւ տեղադրում այնպես, որ դրանք աշխատեն միասին եւ ապահովեն առավելագույն արդյունավետություն։ Շատ կարեւոր է նաեւ ճիշտ սարքավորումների ընտրությունը եւ տեղադրումը։ Սխալ տեղադրված տեսախցիկը կամ սխալ ընտրված սենսորը կարող են պարզապես չկատարել իրենց առջև դրված ֆունկցիաները։ Այսինքն, այստեղ եւս նախագծումը եւ փորձը մեծ դեր ունեն։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք կշարունակենք ցածրահոս համակարգերի թեման եւ կխոսենք կապի եւ ենթակառուցվածքների մասին։ Մնացեք մեզ հետ։ Շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ամփոփենք նաև այս եթերաշրջանը եւ մեր նախավերջի հանդիպումն ենք ունենում Arma Design Studio-ում ղեկավար նկարիչ եւ դիզայներ Արամ Դանելյանի հետ։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարեն։ Նախ շատ շնորհակալ եմ, որ այս եթերաշրջանում կրկին համագործակցեցինք եւ ոչ միայն հանդիպումներ ունեցանք Design Studio-ում, այլ նաեւ Միլանում շրջեցինք եւ ներկայացրեցինք մեր հեռուստադիտողներին։ Արամ, ամփոփելով այս մեր բոլոր զրույցները, այսօր ուզում եմ խոսել այն բոլոր
առավելությունների մասին, որ կարող է արվեստանոցները տրամադրել հաճախորդներին, մասնավորապես հենց Arma Design Studio-ի տարբերակով։ Լավ, ինչից է ազատվում հաճախորդը եւ դիմում է մասնագետներին, եւ ամբողջությամբ վստահում է իր տան կամ գրասենյակի կամ այլ վայրի, այսպես ինտերիեր դիզայնը, էքստերիեր դիզայնը հենց ձեզ։ Տեսեք, ազատվում է, կարելի ասել, ամենաբարդ, ամենաթանկ բանից դա ժամանակն է, այսինքն նա չի ծախսում իր թանկագին ժամանակը այն բաների վրա, որը կարելի է ստանալ դիզայներների, ճարտարապետների օգնությամբ։ Շատ ժամանակ առաջ մարդիկ ինքնուրույն են զբաղվում դրանով եւ բավականին կոպիտ սխալների արդյունքում անընդհատ ձևափոխությունների մեջ։ Այո, շատ ավելի թանկ էր։ Այո։ Իսկ հիմա այնքան լավ է կազմակերպվում մասնագիտացված ընկերությունների կամ անհատների կողմից, որ բավականին հարթ, իհարկե ոչ շատ հարթ, բայց շատ ավելի հարթ, քան նախկինում ա եղել։ Իհարկե այդ ամենը գումար արժի, բայց ես գտնում եմ, որ միանշանակ արդարացված է։ Շատ լավ, եթե խոսենք նախագծման փուլում, հաճախորդը գալիս է ձեզ մոտ, ընտրում եք ոճը կամ չգիտեմ, նրա ցանկություններն եք ռեալիզացնում գունային առումով կամ նյութերի առումով, չգիտեմ, կարծում եմ ոչ բոլոր հաճախորդները տեղյակ են ոճերից եւ կարող են հստակ նույնիսկ նշել թե ինչ են ուզում։ Այս պարագայում բնականաբար այս զրոական փուլում օգնում եք նույնիսկ այս հարցում, առաջարկելով եւ ստեղծելով նրա համապատասխան նրա կյանքի, համարժեք եւ հարմարավետությանը համապատասխանող ինտերիեր։ Բայց ինտերիեր ավարտելուց հետո սկսում է մեկ այլ փուլ եւ սկսում է փոփոխման շրջան, այդ մարդը արդեն տեղափոխվում է իր բնակարան կամ տուն կամ եւ այլն։ Հետաքրքիր է եղել է դեպքեր, որ հետևել եք այդ process-ներից հետո էլ, թե ինչ ապագա ունեցավ այդ ինտերիերը։ Որոշ դեպքերում մենք կապը պահում ենք, ճշտում ենք, թե ինչ կփոխեին, հարցնում ենք։ Այնուամենայնիվ կամ այ օրինակ, եթե նոր ինչ-որ կահույք է ուզում ձեռք բերել, զանգահարի եւ ասի օգնեք ինձ ճիշտ կահույք ընտրեմ կամ չգիտեմ։ Լինում են դեպքեր, երբ արդեն մի քանի վերջին դետալները ձեռք բերելու ժամանակ ինքնուրույն են անում եւ գնում տեսնում ես, որ ընդհանրապես կապ չունի այդ ինտերիերի հետ։ Ինչ եք անում։ Այլ դեկորներով կրիմինալը սկսվում է այստեղ։ Փորձում ենք փրկել սիտուացիան։ Հիմնականում նախապես է այդ ամենը պլանավորում եւ այդպիսի խնդիրների չենք բախվում։ Լավ, բայց չեմ կարծում, որ մեր հայ հաճախորդները ամեն դեպքում ենթարկվող լինեն։ Ես վստահ եմ, ամենևին ես վստահ եմ, այո։ Նամանավանդ այստեղ կա բախումներ ոչ միայն հաճախորդ եւ դիզայներ, այլ կա նաեւ եթե նամանավանդ ընտանիք է, ամուսիններ, մի փոքր հումորային զրույց վարենք, ովքեր են իրականում որոշում ինտերիերը, անկեղծ առամ, այս տարիների կանայք, միանշանակ կանայք, որովհետև տղամարդիկ սկզբում խոսում են, բայց կանայք ֆինանսավորում են տղամարդիկ, որոշում են կանայք, բայց ես ձեզ ասեմ, որ բավականին ճիշտ ուղի է, երբ դու վստահում ես կնոջը, որովհետև օրինակ նույն խոհանոցի մասով նույն ննջասենյակների մասով նրանք շատ ավելի ֆունկցիոնալ են մտածում, քան տղամարդիկ։ Տղամարդիկ հիմնականում տեսքը գեղեցիկ լինի, լավ լինի, հարմարավետ լինի, իսկ կանայք շատ ավելի մանրակրկիտ են այդ ամեն ինչը ուսումնասիրում եւ իրենց պահանջները հենց ավելի շատ նաեւ գնում են դեպի ֆունկցիոնալ։ Նաեւ նրանք են խնամելու այդ ինտերիերը եւ պետք է այնքան հարմարավետ եւ ֆունկցիոնալ լինի նրանց համար։ Բայց ես ուզում եմ նշել, որ հասարակական տարածքների դեպքում միանշանակ մենք հիմնականում աշխատում ենք տղամարդկանց հետ, այսինքն խոշոր սեփականատերերի հետ կամ կառուցապատողների հետ, ովքեր որ արդեն ուրիշ ռակուրսից են նայում այդ պրոյեկտներին, կոմերցիոն իմաստով եւ շատ ավելի տեղեկացված են, թե ինչ է իրենց պետք եւ ավելի պատրաստ են ներկայանում։ Արամ ամփոփելով այս զրույցը, նայեք, նշեցիք, որ տարբերություն կա ամեն դեպքում կոմերցիոն եւ բնականային ինտերիերների, բայց շատ հաճախ նաեւ Հայաստանում մենք նկատում ենք, որ մարդիկ իրենց տան գաղափարները, ինտերիերի վերցնում են հենց հոռեկա ոլորտի վայրերից, ինչ որ սրճարան, ստացել, ինչ որ բան են նկատում, վանակ, գույն, չգիտեմ, ինչ որ լուծում, հյուրանոցներից։ Այո, ինչ որ լուծում եւ սկսում են մտածել, որ սա ճիշտ այն է, ինչ նրանք պետք է տանը։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է։ Ամեն դեպքում մի տեսակ կհամաձայնվեք, որ հոռեկա ոլորտի օբյեկտներում ամեն ինչ ավելի շատ է, մաքսիմալ է։ Նախ շատ տարբեր է բնակելի հատվածները եւ հոռեկայի տարբերությունը եւ համարը ոչ մի լուծում միմյանց հետ չեն բռնում։ Շատ դեպքերում համեմատում են խոհանոցային զոնայի հետ,
ռեստորանները, որոնք նույնպես իրար հետ շատ հարցերում չեն բռնում, բառային հատվածները ուզում են նույն ձև լինի բնակարանում կամ առանձնատանը, չնայած այնտեղ լրիվ ուրիշ աուրա է եւ ուրիշ պահանջներ կան, այնուամենայնիվ մենք բերում ենք ավելի իրատեսական դաշտ, այո, եւ հաշվի առնելով իհարկե նախասիրությունները, ճանաչելով նաեւ ճաշակը, որովհետեւ հոռեկայից երբ ընտրություն են կատարում, դու արդեն հասկանում ես իրենց ուզածը եւ ճիշտ ուղղությամբ շարժվում ենք առաջ։ Այդ հետաքրքիր է, որ վերջերս մեկ այլ շատ կրկին հայտնի դիզայների հետ էի զրուցում Փարիզում, որ նշում էր, որ հենց տարածքն է շատ հաճախ թելադրում դիզայնը։ Կհամաձայնվեք, որ իսկապես կա նման բան։ Միանշանակ։ Այո։ Տարածքը նաև տարածքի արտաքին տեսքը։ Մենք հիմա խոշոր մեծ նախագծեր ենք անում առանձնատների, հա, հասարակական տարածքների, զարմանում են պատվիրատուները, երբ ես ցանկություն եմ հայտնում տեսնել այդ շենքը, միջավայրը։ Եվ երբ դու չես կապում տվյալ միջավայրը դուրսը հերսի հետ, ինքը խնդիր է ունենում։ Որպեսզի հարմոնիա պահպանվի։ Արամ միշտ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել եւ մենք շարունակենք մեր զրույցները ոչ միայն եթերում, այլ եթերից դուրս եւ մշտապես պատրաստ ենք ներկայացնել Armad Design Studio-ի, Armad Academia-ի եւ Դանիելյան Art Studio-ի։ Այո, Art Studio-ի բոլոր հաջողությունները մեր եթերում։ Շնորհակալ։ Կհանդիպենք մեր առաջիկա եթերներում եւ վստահ եմ, որ մեր առաջիկա տուն-տեղ մրցանակաբաշխությանը կրկին հանդես կգաք մեկ այլ հետաքրքիր անվանակարգում եւ հուսամ որ հաղթող կճանաչվեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։ We'll be right back.